Սիրելիներս, կուզենայի մի միտք բարձրաձայնել, որը գրված է Աստվածաշնչի մեջ ու ինքը շատ հրաշալի ու գրավիչ մի տեղ էր, որը գրված է Սաղմոս 83-րդ գլուխ 10-րդ խոսքի մեջ։ Գրված ասում է. նրանք սատկեցին Եդովմի մոտ աղբ դարձան երկրի վրա։ Այս խոսքը գնում է մի թշնամու մասին, որը որ ելել էր Իսրայելի առաջ ու պատերազմում էր Իսրայելի դեմ, բայց Իսրայելը նրանց հաղթեց ու բոլորին ոչնչացրեց։ Նայեք, ռուսերեն թարգմանության մեջ ինչ ձև է գրված։ Ասում է. которые были истреблены в Ендоре и стали удобрением для земли։ Նայեք, հայկական թարգմանության մեջ գրված է, ասում է նրանք դարձան աղբ երկրի վրա, իսկ ռուսերեն թարգմանության մեջ գրված է, ասում է и стали удобрением для земли։ Ասում է եւ նրանք դարձան պարադանույթ երկրի վրա։ Պարադանույթ դարձավ։ Այսինքն ինչ է պարադանույթը, սիրելիներս։ Շատ լավ գիտենք, որ պարադանույթը մի բան է, որը որ նպաստում է, որ մեր հողը ել ավելի պտղաբեր լինի։ Կարելի ասել, գիտեք, այն անորակ հողերը դառնում են իրաք որակավոր։ Իրաք օգնում են հողին, որ ինքը ել ավելի սերմ է այն ինչ որ գնում է այս հողի մեջ, որ ավելի արագ բացի այն սերմը հողի մեջ, որ ավելի լավ աշխատի այս հողը, որ կարողանա սերմին նպաստի համապատասխան պայմաններ, որ այս սերմը լավ աճի, ճիշտ աճի ու ինքը ունենա առատ բերք։ Ինչ է պարադանույթը, սիրելիներս, ինքը մի բան է, որը արագացնում է process-ը։ Ինչ է պարադանույթը, ինքը անորակը սարքում է որակավոր հող, որակավորում է, ավելի ճիշտ է ձև ասեմ, որակով է սարքում։ Սիրելիներս, նայեք ինչ հետաքրքիր այստեղ տեղ է։ Իսրայելը հաղթեց թշնամուն ու ասում է նրանք դարձան մեզ համար պարադանույթ։ Գիտես, այսօր այն թշնամիները, այն խնդիրները, որը որ ելում է մեր առաջ, դրանք նրա համար չեն, որ մենք հանձնվենք։ Այն խնդիրները ելնում են մեր առաջ եւ ինքը կարա լինի լավ պարադանույթ մեզ համար, որ մենք ավելի որակով դառնանք ու ավելի պտղաբեր։ Հետաքրքիր է, որ այսօր խնդիրները օգնում են մեզ, որ մենք դառնանք պտղաբեր։ Գիտեք, այս Սաղմոսը, որը որ գրում է թագավոր Դավիթը, ինքը բազում շատ հաղթանակներ ունեցել իր կյանքի մեջ, շատ պատերազմներ ունեցել, ու ինքը շատ լավ է հասկացել ինչի մասին է խոսքը ու ինքը ինչ է խոսում։ Գիտեք, որովհետև ինքը շատ լավ գիտակցեց գիտեք, ամեն մեկը ունի այսպես մի փուլ, մի ժամանակ, մի տեղ, երբ որ ինքը բախվում է մի բանի ու ինքը պետք է այստեղ հաղթանակ ունենա, որ կարողանա տեղափոխվի այլ ավելի բարձր մակարդակի վրա։ Ու իր կյանքը Դավիթի, մենք շատ լավ գիտենք ինքը ով էր, ինքը հովիվ մի երիտասարդ, որը որ սաղ սարերի վրա դաշտերի մեջ գառներ էր արածում, բայց մի Գողիաթ կանգնեց Իսրայելի առաջ ու ինքը իհարկե Աստծո օգնությամբ, Աստծո զորությամբ ինքը հաղթեց այս Գողիաթին։ Ու ինչ դարձավ այս Գողիաթը Դավթի համար պարադանույթ։ Ինքը աճավ, ինքը բարձրացավ։ Դրա համար ինքը շատ լավ էր հասկանում ինչի մասին է խոսքը։ Ու մի ուրիշ խոսքերով Դավիթի խոսքերն է ասում է, եթե հաղթես քո թշնամուդ, ինքը կդառնա քեզ համար պարադանույթ եւ դու կբարձրանաս ու կդառնաս այն մարդը, որի համար որ դու ծնվել ես։ Լինի դա ֆինանսական խնդիրներ, լինի դա ես չգիտեմ, փոխհարաբերության, մտքի հետ կապված, մեղքի հետ կապված, բժշկության հետ կապված, ինչի հետ որ լինի, եթե դու տվյալ ոլորտը հաղթես, ինքը կդառնա քեզ համար պարադանույթ։ Դու կսկսես արդեն ուրիշներին օգնել։ Գիտեք ինչի, որովհետև դու կհաղթես այն թշնամուն, որը այսօր ելել է քո առաջ։ Ու ինքը չի ելել, որ դու հանձնվիս, ինքը չի ելել, որ դու ընկճվիս, ինքը չի ելել, որ դու հիասթափվիս, ինքը չի ելել, որ քեզ հաղթե, ոչ։ Ուղղակի Աստված թույլ է տալիս, որ քեզ բարձրացնե, որ դու այս հաղթանակի համը ճաշակես, սիրելիս։ Այս այնց որ ու կուզենայի այս միտքս
կիսվեի ձեր հետ, որ ուղղակի այսպես ուրախությունից սիրտս ուրախանում է այս հայտնության մասին, որ Աստված, ոնց որ երկրորդ Կորինթացիս մեջ է գրված, ասում է, Աստված մեր ուժերից բարձր փորձություն երբեք թույլ չի տա մեր կյանքի վրա, որ մենք չթուլանանք, մենք չհազնվենք։ Այն ինչ որ կա այսօր քո առաջ, ինքը քո ուժերի չափով է։ Ու Աստված նայում է քեզ ու գիտե, որ դու կարող ես հաղթել։ Ու իմ խոսքս է այսօր իմ հորդորսը սիրելիս։ Հաղթիր այն ինչի առաջ, որ դու այսօր կանգնած ես։ Դու կարող ես հաղթել, ու եթե դու հաղթեցիր, ինքը կդառնա պարադամիտ քեզ համար։ Աստված օրհնի քեզ շատ։